Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետը պատասխանել է Արևմուտքի քննադատությանը, թե երկրի իշխանությունները հետ են կանգնում ժողովրդավարությունից։ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մոսկովյան մեխանիզմի շրջանակում Վրաստանի վերաբերյալ զեկույցը գրվել է 14 օրում, մեկ մարդու կողմից եւ հիմնված է կեղծիքի վրա։ Նրա խոսքով նման զեկույցները Թբիլիսիին չեն հետաքրքրում։ Կոբախիձեն հայտարարել է, Վրաստանը ժողովրդավարական պետություն է, որը կարող է ԵԱՀԿ անդամ շատ պետությունների դասեր տալ ժողովրդավարության, մարդու իրավունքների, հանդուրժողականության, հավաքների ազատության, ԶԼՄ-ների ազատության եւ բազմակարծության վերաբերյալ։ Ավելի վաղ ԵԱՀԿ-ն հրապարակել է Վրաստանի վերաբերյալ Մոսկովյան մեխանիզմի շրջանակներում պատրաստված զեկույցը, որում քննարկվում են 2024 թվականի գարնանից ի վեր Վրաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտում տեղի ունեցող զարգացումները եւ ներկայացվում են առաջարկներ։ Զեկույցում նշված է, որ Վրաստանում մի շարք օրենսդրական փոփոխություններ պետք է չեղյալ հայտարարվեն։ Կոբախիձեն անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերականգնման հարցին, ընդգծել վերջին շրջանում տեղի ունեցած գործընթացները լավատեսություն են ներշնչում, որ ռազմավարական գործընկերությունն իսկապես կվերսկսվի։ Նրա խոսքով Թբիլիսին համբերատար սպասում է Վաշինգտոնի քայլերին։ Թբիլիսիի քաղաքային դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեին։ Նա մեղավոր է ճանաչվել ծառայողական լիազորությունների բազմակի չարաշահման, ապօրինի եկամուտների օրինականացման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար։ Նշվում է, որ մեծ եկամուտներ չեն հայտարարագրվել, իսկ դրանց ծագումը թաքցվել է այլ անձանց գույքի փոխանցման միջոցով։ Միկաուտաձեն զրկվել է գույքի մի մասից, արժեքավոր իրերից եւ որոշ բաժնետոմսերից։ Բացահայտված դրվագների թվում է Մադրիդում 600,000 եվրոյով բնակարան գնելը, ինչպես նաև մոտ 1 միլիոն լարի արժողությամբ 2 ավտոմեքենաների գրանցումը կեղծ անձանց համար։ Նախկին պաշտոնյան ձերբակալվել էր 2025 թվականի հունիսի 21-ին, պաշտոնը թողնելուց մոտ 1 տարի անց։ Առողջական վիճակի վատթարացման պատճառով Վրաստանի պատրիարք Իլիա II տեղափոխվել է Կովկասյան բժշկական կենտրոն։ Նշվում է, որ նրա վիճակը վատացել է անցած գիշեր, հիվանդանոցում ախտորոշվել է ստամոքսի զանգվածային արյունահոսություն։ Պատրիարքարանից հայտնել են, որ Իլիա II-ի վիճակը կրիտիկական է, բայց կայուն։ Վրաստանի առողջապահության նախարար Միխայիլ Սարջվելաձեն էլ տեղեկացրել է, որ նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իրականացվում է հսկողություն։ Վրաստանի պատրիարքը 93 տարեկան է։ Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին աճել են 25%-ով։ Վրաստանի ազգային բանկի տվյալով դրանք կազմել են մոտ 70 միլիոն դոլար, ինչը 25%-ով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Վրաստան փոխանցումների ծավալով Ռուսաստանը 3-րդ տեղում է, առաջատար դիրքեր են զբաղեցնում Միացյալ Նահանգները եւ Իտալիան։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի ցամաքային գործողությունն էլ ավելի է խորացնում տարածաշրջանի անկայունությունը։ Իսրայելի կառավարությունը Լիբանանում ցեղասպանության եւ կոլեկտիվ պատիժների քաղաքականություն է վարում, ինչը կարող է տարածաշրջանում նոր հումանիտար աղետի հանգեցնել, ասվում է հայտարարության մեջ։ Անկարան իր համերաշխությունն է հայտնել Լիբանանին եւ աջակցություն է հայտնել երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մարտի 16-ին Ցահալը հայտարարել էր Լիբանանի հարավում Հզբոլլահ խմբավորման դեմ սահմանափակ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Իսրայելի բանակի հրամանատարության խոսքով գործողության նպատակը Իսրայելի հյուսիսի բնակիչների համար լրացուցիչ անվտանգության ապահովումն է։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելի հարվածների ֆոնին Լիբանանի հարավային շրջաններից տեղահանվել է մոտ 1 միլիոն մարդ։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին չեղարկել է վիզային ծրագիրը Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք այդ երկիր են տեղափոխվել 2023 թվականի փետրվարյան երկրաշարժից հետո։ Ծրագիրը նախաձեռնել էր նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն, այն վերաբերում էր Թուրքիայի մինչև 20,000 քաղաքացու։ Քարնին սակայն հայտարարել է, որ երկրի ներգաղթի քաղաքականության փոփոխության պատճառով Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար վիզայի ժամկետը չի երկարաձգվի։ Կանադայում գտնվող Թուրքիայի քաղաքացիները, որոնց ժամանակավոր թույլտվությունը չի երկարաձգվել, կոչ են արել Օտտավային վերանայել որոշումը։
Հորմուզի նեղուցով նավթի արտահանման դադարեցման ֆոնին Իրաքը նավթի արտահանման այլընտրանքային ծրագիր է մշակել։ Քիրքուկ Ջեյհան նավթամուղը կարող է կրկին շահագործման հանձնվել մեկ շաբաթվա ընթացքում շրջանցելով Իրաքի քրդական շրջանը։ Այդ մասին հայտարարել է Իրաքի փոխվարչապետ եւ նավթի նախարար Հայան Աբդել Գանին։ Նրա խոսքով Իրաքում նավթի արդյունահանումը կազմում է օրական մոտ 4.4 միլիոն բարել OPEC-ի քվոտայի համաձայն, սակայն Պարսից ծոցում ռազմական գործողությունների եւ Հորմուզի նեղուցի փակման պատճառով տարածաշրջանում իրավիճակի սրումից մի քանի օր անց իրաքյան նավթի արտահանումը դադարել է։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն այլևս չի կարող գործել այնպես, ինչպես դա եղել է Իրանի դեմ պատերազմի մեկնարկից առաջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրանի շուրջ զարգացումները, հայտարարել բանակցություններ են վարում, սակայն ինքը վստահ չէ, արդյոք Թեհրանը ցանկանում է հասնել գործարքի։ Նրանք պարտվում են, նույնիսկ չգիտենք ով է նրանց ղեկավարը, չգիտենք ում հետ գործ ունենք։ Շատերն ասում են, որ Խամենեին վատ վիճակում է, կորցրել է ոտքը, մյուսները ասում են, որ նա մահացել է։ Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է Հորմուզի նեղուցին, կոչ արել երթուղուց ամենաշատն օգտվող երկրներին՝ Ճապոնիային, Չինաստանին, Հարավային Կորեային եւ այլ պետությունների օգնել Միացյալ Նահանգներին ապաշրջափակել նեղուցը։ Թրամփը հավելել է, որ որոշ երկրներ ցանկություն են հայտնել միանալ ԱՄՆ-ին, որոշները ոչ։ ԱՄՆ նախագահի համոզմամբ այդ երկրները պետք է օգնեն Վաշինգտոնին, որովհետև վերջինս նրանց երկար տարիներ աջակցել է։ Նրա խոսքով հակամարտության մեկնարկից ի վեր հարվածել են Իրանում ավելի քան 7000 թիրախի, հիմնականում ռազմական եւ կոմերցիոն, ոչնչացրել են հրթիռների մեծ մասը եւ ականապատող նավերը։ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ պատերազմը երկար չի տևի։ Թրամփը նաև տեղեկացրել է, որ խնդրել է մեկ ամսով հետաձգել Պեկինում Սի Ցինփինի հետ մարտի 31-ից ապրիլի 2-ը նախատեսված հանդիպումը։ Պատերազմը դադարեցնելու մասին խոսակցություններն անիմաստ են, քանի դեռ Իրանի վրա չհարձակվելու երաշխիքներ չկան, հայտարարել է Մասուդ Փեզեշքյանը։ Իրանի նախագահը տեղեկացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Թեհրանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած արտաքին ագրեսիայից։ Փեզեշքյանի խոսքով Թեհրանը չէ հակամարտության նախաձեռնողը, սակայն պաշտպանությունը համարում է իր օրինական իրավունքը։ Իրանի նախագահը կոչ է արել դադարեցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների օգտագործումը Իրանի վրա հարձակումների համար։ Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլիամ Հոսեյն Մոհսենի Էջեին հայտարարել է, որ արտերկրում գտնվող եւ թշնամիների հետ տարբեր միջոցներով համագործակցող Իրանի քաղաքացիների գույքը կբռնագրավվի։ Դա պետք է հատկապես արագ ընթանա այն անձանց նկատմամբ, որոնք Իրանի ժողովրդի ու երկրի փողերով հարստություն են կուտակել, գուցե հայտնի դեմքեր են դարձել, իսկ հիմա համագործակցում են թշնամու հետ, նշել է պաշտոնյան։ Արդեն հրապարակվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ համագործակցության փորձեր կատարած մի շարք անձանց հետ կապված գույքի արգրավման եւ արգելանքի մասին դատական որոշումը։ Մոհսենի Էջեին նշել է, որ այդ հոդվածով նախատեսված մյուս պատիժը մահապատիժն է, որը կկիրառվի համապատասխան անձանց նկատմամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ պատերազմի 17 օրվա ընթացքում Իրանը հարվածներ է հասցրել հակառակորդի 200 ռազմավարական օբյեկտի ուղղությամբ։ Հարվածներ են հասցվել նաև 18 նավերի եւ նավթային լցանավերի։ ԻՀՊԿ-ի գնահատմամբ պատերազմը հակառակորդներին օրական մոտ 1.5 միլիարդ դոլար է արժենում։ Նաև լուրեր են շրջանառվում, որ իրանական ուժերը հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանությանը։ Շենքում հրդեհ է բռնկվել։ Թիրախավորվել է նաև Իրաքում ԵՄ գրասենյակ։ Աբու Դաբիում հրթիռի բեկորների անկման հետևանքով Պակիստանի քաղաքացի է զոհվել։ Դուբայի օդանավակայանի աշխատանքը կրկին սահմանափակվել է։ Իսրայելում էլ վերջին 24 ժամում 70 մարդ է տուժել։ Պատերազմի մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 3500-ից ավելի մարդ, ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևին հանրապետության նոր սահմանադրության հանրաքվեի հաջող ավարտի կապակցությամբ։ Ալիևի խոսքով դա Ղազախստանի ժողովրդի միասնության եւ ազգային կամքի վառ արտահայտությունն է, իշխանության հանդեպ մեծ վստահության դրսևորումը։ Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ ադրբեջանա-ղազախական ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ել ավելի կամրապնդվեն համատեղ ջանքերի շնորհիվ։
Ադրբեջանում տեղի է ունեցել Ֆրանսիայի օգտին լրտեսության համար մեղադրվող Մարտին Ռայանի և դավաճանության համար մեղադրվող Ազատ Մամեդլիի նկատմամբ հարուցված քրեական գործով վերջին դատական նիստը։ Մարտին Ռայանը դատապարտվել է 10 տարվա, իսկ Ազատ Մամեդլին 12 տարվա ազատազրկման։ Նրանք իրենց պատիժը կկրեն խիստ ռեժիմի ուղիչ հաստատությունում։ Դատարանի որոշմամբ պատիժն ամբողջությամբ կրելուց հետո Ռայանը կարտաքսվի Ադրբեջանից։ Նաև լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանում ձերբակալվել է Ժողովրդական ճակատ կուսակցության տեղական բաժանմունքի ղեկավար Ջեյհուն Նովրուզովը մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով։ Ռուսաստանից Ադրբեջան զբոսաշրջային հոսքը կարող է մոտենալ 2024 թվականի ռեկորդային ցուցանիշներին, հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը Մոսկվայում Ադրբեջանի զբոսաշրջային ներուժի վերաբերյալ միջոցառման ժամանակ։ Դիվանագետի խոսքով 2025 թվականին ցուցանիշների անկումից հետո արդեն 2026 թվականի հունվարին դրական դինամիկա է նկատվել։ Մուստաֆաևն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանն այժմ ակտիվորեն աշխատում են հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Դեսպանը նաև նշել է, որ միջազգային և տարածաշրջանային լարված իրադրության պայմաններում Ադրբեջանը շարունակում է մնալ կայունության, անվտանգության և բարեկեցության կղզյակ։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։